Դեսեք, որ Իրանը վերջապես իսլամական պետություն է, իսլամական երկիր է եւ անոնց կառավարությունը բոլորովին անկախ չէ այս բոլորեն։ Այսօր ամեն ինչ շատ խառնաշփոթ վիճակի մեջ է։ Թուրքիա մեջ այսօր կորզող կառավարության թիրքորոշումը հայտնի է, բայց ಅದր ինտիմատիվները, եթե նույնը կվերապերի հայոց, հայության, հայերու իրավունքներուն, հայերու արտարության բանջին, կտեսնենք, որ թյուրավ նույն լեզվով կխոսին։ Բակրատ, իսկ հետևում եք Հայաստանի ներքաղաքական կյանքին, բավականին իրադարձային օրեր են։ Այո, կհետևիմ եւ քիչ մնալ անշուշտ զարմանքով, իսկապես ինձ դղայական տվեցավ այդ պլան գոչվածը, որ իբրև թե ժամ առ ժամ տասավորած են, թե որ քայլերում պիտի մեն ինչ պիտի անան, ինչպես պիտի ըլլա, եւ հիմա արդեն գուկա փերման ենթարկելու, ցերպակալելու գործընթացը, անշուշտ կհետևինք առանց գադարյալ գերբով ընկալելու անցած դարձածը։